Քննչական կոմիտեն շարունակում է փնտրել այն անձանց, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո վրդովված ներխուժել էին Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ Ազգային ժողովի շենք։ Նոյեմբերի 10-ին կառավարության եւ Ազգային ժողովի վարչական շենքերում եւ այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն հրապարակային կոչերի դեպքով հարուցված է քրեական վարույթ եւ քրեական վարույթը քննչական կոմիտեում շարունակվում է։ Մի շարք անձիկ տևարական ժամանակ է քրեական վարույթի շրջանակներում հայտնվել են Մեղադյալի աթոռին եւ դատարանի դռներն են ընկել։ Վերոնշյալ օրը Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանելյանը եւս եղել է Ազգային ժողովի շենքում։ Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե արդյոք նրան հրավիրել են քննչական կոմիտե, հարցակնվել է նա զանգվածային անկարգությունների քրեական վարույթով թե ոչ, եւ ի վերջո ինչ նպատակով էր նա մտել Ազգային ժողով։ Ի պատասխան Արմենակ Դանելյանը հայտնեց. 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ին, երբ որ մի խումբ երիտասարդներ ներխուժել էին Ազգային ժողովի կառավարության շենք, այնտեղ լուսանկարներ կար, որ նաև դուք էիք։ Դուք եղել եք այդ խմբի մեջ, որ մտել եք ներս։ Լուսանկար կար, որտեղ իսկ Կառավարություն։ Չէ, Ազգային ժողով։ Ազգային ժողով, կառավարության մոտ եմ եղել, Ազգային ժողովի մոտ եմ եղել։ Ներսում եք եղել հենց դալի։ Շրջը դուրս ենք եկել։ Ուղղակի դալիճում։ Ձեզ այդ քրեական վարույթի շրջանակներում չեն կանչել։ Չէ, որովհետև ոչ մի բանով մտել տեսել եմ այդտեղ ինչա կատարվում, այդտեղ մնալու իմաստ չկա, որովհետև ես այն պահում եմ ներս մտել, երբ որ շշեր էին շփոթում իրար վրա։ Ազգային ժողովի դահլիճում, այո։ Մեր ձեռքում հայտնվել է այդ լուսանկարը, որ դուք ավականու անդամ լինելով, այդ ժամանակ ավականու անդամ չէիք։ Մեծ հետաքրքիր էր ձեզ այդ քրեական վարույթի շրջանակներում կանչել են հարցաքննության թե ոչ։ Ոչ, չեն կանչել, որովհետև ոչ մի իրի չեմ կպել, քայլելով մտել ենք դահլիճ, մտել եմ տեսել եմ ինչա կատարում, նորից են կրկնում, հիասթափված դուրս եմ եկել։ Դա տևել է երևի ինչքան 5 րոպե մաքսիմում։ Շենք մտնելու դուրս գալու process-ը երևի 10-12 րոպե, որովհետև մինչև բարձրանաս վերև այդ հասնես դահլիճ հետ դառնաս, մտել ենք ուղղակի կանգնեն նայել եմ ինչա կատարվում, աղմուկ, աղաղակ, իրար վրա գոռալ, շշեր շպրտել, հենց շշերը շպրտվելա դուրս ենք եկել, դուրս եմ եկել շենքից, արդեն առավոտվա քանիսներ, երևի 5-6 կոմերներ, հիմա չեմ հիշում ժամը, հա։ Ազգային ժողովում։ Հա, մոտապես ժամանակ։ Մինչև այդ կառավարության մոտել եմ եղել, էլի դուրս տեսել եմ ինչա կատարվում։ Ներս չեք մտել կառավարության։ Չէ, մուտք չեմ կարացել մտնել, դե չերել էլի մտել, որտեղ շատ մարդ կար, էլի տենց բրբրթել, իրար հրբմշտել, քաշքշել, բան, աղմուկ, իմաստ չկար մտնելու, այս կառավարության մոտից որոշեցի գնամ Ազգային ժողով։ Գնացինք Ազգային ժողով, տեսանք այնտեղ էլ ոնց որ ինչա կատարվում, հիասթափված դուրս եկա։ Այդ ա եղել։ Այնտեղ կանչում էին այդ պահին, հեսա հիշեմ, վանկարկում էին Օնիկ, կարծեմ եթե ճիշտ եմ հիշում, Օնիկ Գասպարյան, հա, Իոնիկ Գասպարյանն էին պահանջում։ Հա, այն ժամանակ շտաբի պետներ։ Այդպես ֆրանսիա դուրս եմ եկել։